Ուրեմն ես հիմա կգնամ ընդունելությանը։ Ասացինք որ չեք կարող գալ։ Ընդունելությանը կգնանք, բայց հարգելի քաղաքացիներ, ես ձեզ կխնդրեմ, որ գրեցիք այդ հանցագործության մասին հաղորդումը։ Հիմա կասեք ներսում, թող ձեզ օգնեն մուտք անեք հանցագործության մասին հաղորդումը։ Ոչինչ որ ես չեմ կարդացել։ Այսինքն ժամանակ նոր հաղորդումներ են մուտք անելու։ Դեռևս մենք քանի դեռ չենք վերցրել քաղաքացիների կորցրած գումարները, այս ակցիաները շարունակվելու են եւ յուրաքանչյուր ակցիայի ես գալու եմ մի խումբ մարդկանց հետ, ովքեր դեռևս հանցագործության մասին հայտարարություն չեն տվել, ելնելով անվստահությունից։ Ահա, այսինքն Գավաթին ավելանակ եւ ամեն օր ավելանում, ամեն օր ավելանում է։ նոր հաղորդումներ եք տալու եւ պահանջելու եք փողի Այո, քաղաքացիները հիմա կտան նոր հաղորդումներ, այն որ չենք հասցրել դատախազությունում տանք, այն քաղաքացիները, ովքեր զանգել են 102 եւ փաստորեն քրեական վարույթ չի նախաձեռնվել մեղադրումների արդյունքում, հասկանում եք, մենք ունենք իրավիճակ, որտեղ քաղաքացիները գնում են ինքնավնասումների։ Քաղաքացիները դարձել են հալածյալներ արդեն, ոչ միայն ֆինանսական կորուստի մասին, այլ այն աստիճանի մարդը անպաշտպան մնա, որ այն աստիճանի մարդը հալածվի, որ գնա ինքնավնասումների, լավ էլի արդեն։ ճշում ուժեղացնել, որ տեղը շարժվեն։ Ունենալ գործուն քայլեր գումարների վերադարձի մասով, վերջ։ Իսկ եթե հանցագործները այդպես չպարզվեն, գումարը ինչպես է փոխհատուցվելու, որ պատկամավորները։ Թող մեխանիզմներ մտածեն, թող քայլեր ձեռնարկեն։ Իրանք են ասում հանցագործությունները բացահայտելը դժվար է, բայց չի նշանակում անհնարին եւ չի ամենևին չի նշանակում, որքանի որ դժվար է, ուրեմն պետք է այդ հանցագործությունները դժվար է չբացահայտվեն եւ քաղաքացիների իրավունքները չվերականգնվեն։ Քաղաքացիների իրավունքների վերականգնումը հետայսում մի կապեք հանցագործությունների բացահայտման հետ։ Ներողություն, ես չեմ ուզում ինձ շատ սպասել։ Ով է ընտրելու 5 քաղաքացիներին։ Ես չգիտեմ, որ քաղաքացիներ պիտի Ես իմ հետ ներս կմցնեմ, ուղղակի ես կխնդրեմ, որ այդ քաղաքացիներին չնկարեք, որովհետև մենք ունենք քաղաքացիներ, ովքեր հսկայական գումարներ կորցնելուց բացի նրանք հերոսի մայրեր են հանդիսանում, նրանք Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ են հանդիսանում, նրանք խոցելի խավի ներկայացուցիչներ են հանդիսանում, առողջապես հիվանդ կամ հաշմանդամ մարդիկ, այսինքն այն խավն է, ովքեր ունեցել է գումարի շատ մեծ անհրաժեշտություն է ունեցել, դրա համար գուցե եւ իր արած ներդրումները այսքան ռիսկային է եղել, բայց դրա համար մենք ունենք պետություն, չէ՞։ Դե լավ, մենք չենք խոսաբանի